ԴՕԿ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի գործով Լաս Վեգասի դատարանի հերթական նիստը սկսվել է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ ԴՕԿ կուսակցությունը տեղեկացրել է, որ նիստը կարող է տևել շուրջ 3-ից 4 ժամ։ Մենք կհայտարարենք նիստի արդյունքները այն ավարտվելուց հետո, նշել են կուսակցությունից ու հավելել. հարգելի լրատվամիջոցներ, մինչ մեր կողմից պաշտոնական հայտարարություն չհնչի, խնդրում ենք որևէ մեկի կամ որևէ էջի հայտարարությանը մի վստահեք։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է 2025 թվականի փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ըստ ամերիկյան կողմի նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Միգրացիոն գործից բացի դատարանում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդագիրը Ղուկասյանի արտահանձնման վերաբերյալ։ Նման խնդրագիր փաստաբանի փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ԱՄՆ պետական լիազոր մարմնին ներկայացրել է դեռևս 2023 թվականին։